Վարդապետ Մաշտոց, երբ կարդում եմ ձեր կյանքի պատմությունը, միշտ մի հարց է պտտվում մտքումս. ինչպես է, որ մեկ մարդու կամքը կարողացավ փոխել ամբողջ ժողովրդի ճակատագիրը։ Ինչպես գտաք ձեր ճանապարհի իմաստը այդ խավարի մեջ։ Ես հասկացա մի բան, մարդը չի ծնվում մի ամբողջ ազգին փոխելու համար, բայց երբեմն ժամանակը ստիպում է ընտրել։ Երբ տեսա, որ հայ մարդը չի կարող իր աղոթքը արտահայտել իր ճշմարիտ պատմությունը նվազագույն թղթի վրա ամրագրել, հասկացա, որ մեր ապագան կախված է մեկ քայլից, այդ քայլը Այբուբենն էր։ Բայց ես որպես նոր սերունդի սովորող, հիմա հաճախ հարցնում եմ, ինչպես հասկանալ, որ ինչ-որ գաղափար արժե պայքարի, որ այն կարող է դառնալ ազգի հիմնասյուն։ Պատմական մտածողությունը մեզ սովորեցնում է պատճառ ու հետևանք, փոփոխություն ու շարունակություն, բայց դուք դա ոչ թե սովորեցիք, այլ ապրեցիք։ Ճիշտ ես ասում։ Պատմությունը միայն գրքերում գրվածը չէ, դա մարդու սեփական փորձն է։ Եթե ուզում ես հասկանալ, արժե պայքարել, հարցրու քո ժամանակին, այս ընտրությունը արդյոք ծառայում է միայն ինձ, թե այն մեծացնում է իմ ժողովրդի վաղվա օրը։ Եթե պատասխանը երկրորդն է, ապա ճիշտ ճանապարհին ես։ Եթե անգամ այդ ճանապարհը դժվար է, քարքարոտ, անգամ վտանգավոր։ Երբ ուսումնասիրում եք միջնադարը, հաճախ թվում է, թե այն շատ հեռու է մեզանից, բայց ձեր խոսքերը ցույց են տալիս ժամանակը չի խախտել արժեքների իմաստը։ Եթե հիմա ապրեիք 21-րդ դարում, ինչ կտեղադրեիք մեր ժողովրդի տառերի շարքի մեջ, որպես ամենակարևոր նոր արժեք։ Ես մի նոր տառ չէի ավելացնի, ես կավելացնեի մտածելու համահարցակությունը։ Այբը տառերով է կառուցվում, բայց ազգը մտածողությամբ։ Ձեր սերնդի ուժը անսահման է։ Եթե սովորեք հարցեր տալ, ուսումնասիրել, կասկածել, ապացուցել, ձեր աշխարհը ավելի արագ է, բայց վտանգը նույնն է՝ չմտածված խոսքի ու չուսումնասիրված կարծիքի գերիշխանությունը։ Իսկ եթե մի օր մենք սովորողներից պետք է որոշում կայացնենք մեր երկրի եւ մշակույթի համար, ո՞նց իմանանք, ճիշտ ենք մոտենում այդ պատմությանը, թե ոչ։ Պատմական մտածողությունը սկսվում է այս 3 քայլից։ Առաջին՝ տեսնել, թե ինչն է փոխվել ժամանակի ընթացքում եւ ինչու։ Երկրորդ՝ հասկանալ պատճառները, ոչ թե միայն փաստերը։ Եվ երրորդ՝ կշռել հետևանքները մեր ու մեր հաջորդների համար։ Եթե այս 3-ը կատարես, ազնիվ գիտակից ու պատասխանատու մտքով, ապա անգամ սխալվելու դեպքում նոր ճշմարտություն կբացահայտես։ Վարդապետ, ձեր ճանապարհը երբեմն խավարի աշխարհից դեպի գիտելիքի լույս է մեզ սովորեցնում մեկ բան. անցյալը այնքան էլ անցյալ չէ, եթե մենք փորձենք կրկին բացել եւ դուրս բերել արժեքները։ Շնորհակալ եմ ոչ միայն տառեր, այլ մտածելու, լեզուն մեզ տալու համար։ Իսկ ես շնորհակալ եմ ձեզ նման աշակերտներից։ Տառերը իմ գործն են, իսկ դրանց իմաստը հասկանալը ձերը։ Յուրաքանչյուր ժողովրդի գոյության խորքում թաքնված է մեկ անտեսանելի շերտ՝ հիշողությունը։ Հիշողություն, որը սերունդների միջով փոխանցվում է լեզվով, պատմությամբ եւ գրով։ 5-րդ դարի Հայաստանը կանգնած էր հենց այս հիշողության կորուստի շեմին։ Մենք ունեինք մայրենի հնչյունային հարստությունը, բայց չունեինք անգիրը, որը պիտի ամրագրեր մեր խոսքը, դարձնել մնայուն եւ փոխանցելի։ Այդ լռության եւ որոնման դարաշրջանում հայտնվեց մի միտք, որը պիտի փոխեր ոչ միայն ժամանակը, այլ նաեւ ժողովրդի հոգեվոր ճակատագիրը։ Այդ մտքի գրողն էր Մեսրոպ Մաշտոցը, մարդ, ով աշխարհին նայում էր հետազոտողի, լեզվի նրբերանգներն ընկալում էր գիտնականի, իր ժողովրդի ցավն զգում էր ծառայողի խորությամբ։ Մաշտոցը ձեռնարկեց հետաքննություն, որը միավորում էր գիտություն, հավատք եւ մշակութային ինտուիցիա։ Նա ուսումնասիրեց լեզուների հնչյունաբանությունը, համեմատեց նշանագրային համակարգերն ու օրեցօր մոտեցավ այն մեծ հայտնությանը, որը պիտի դառնար մեր ազգային հոգեվոր կառույցի հիմքը։ Եվ երբ ծնվեցին հայոց տառերը, այն չէր միայն գիր, դա ազգային ոգու նոր արթնացում էր, մի հնչյունային ու գծային համակարգ, որով հայը կարողացավ խոսել իր ինքնությամբ, գրել իր պատմությունը, պահպանել իր ձեռագիրը տարերի միջով։ Այս նախագիծը մեր Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի պատմակետ սովորողներից համեստ փորձն է, նայել այն մեծ իրադարձությանը ոչ միայն որպես պատմական փաստի, այլ որպես մշակութային հրաշքի, որի արմատները հասնում են մեր ինքնության խորքը։ Մենք ուսումնասիրում ենք հայոց գրերի ծագումը, որպես գիտելիքի որոնում, որպես լեզվի կատարելագործում եւ որպես ժողովրդի հոգեվոր դիմագծի անբաժանելի հատված։ Եկեք միասին բացենք այդ պատմական դուռը եւ լսենք մեր տառերի լուռ, բայց հավերժական ձայնը։
Գրային համակարգերը պատմության ընթացքում հաճախ դարձել են ազգային ինքնության ձևավորման և պահպանման կարևոր խորհրդանիշներ, առանձնացնելով ժողովուրդներին իրենց հարևաններից և ուժեղացնելով մշակութային ինքնուրույնությունը։ Հայոց գրերի ստեղծումը 405 թվականին դարձավ հայ ժողովրդի քրիստոնեական և մշակութային ինքնության պահպանման հզոր միջոց, նպաստելով քաղաքական և հոգևոր անկախությանը թե բյուզանդական, թե սասանյան տիրապետությունների պայմաններում։ Հայոց գրերի ստեղծումը հիմք դրեց հայ ժողովրդի ինքնության երկու կարևոր սյուների՝ մշակութային և կրոնական յուրահատկությունների ձևավորմանը։ Հայոց գրերի ստեղծումը պայմանավորված էր արտաքին և ներքին մի շարք մարտահրավերներով, որին բախվեց հայ ժողովուրդը 4-րդ դարում։ Արտաքին մարտահրավերներից էր 307 թվականին Հայաստանի բաժանումը Պարսկաստանի և Հռոմի միջև։ Պարսկաստանը չբավարարվելով երկրի անկախության վերացմամբ ձգտում էր վերացնել նաև այն գաղափարական հիմքերը, որոնք կարող էին հայերին մղել միավորվելու իրենց հավատակի թույների հետ և ի վերջո վերականգնելու քաղաքական ինքնավարությունը։ Այս նպատակով Պարսկաստանը որդեգրեց խիստ և դաժան հարկադրանքի քաղաքականություն՝ զրադաշտականությունը պարտադրելու ուղղությամբ։ Արդյունքում քրիստոնեության ընդունումից հետո շուրջ 1.5 դար Հայաստանը ստիպված էր մղել բազմաթիվ հերոսական պայքարներ՝ իր քրիստոնեական հավատն անսասան պահպանելու համար։ Միաժամանակ հույները նույնպես մեծ հավակնություններ ունեին։ Նրանք ևս ինչպես պարսիկները ցանկանում էին վերացնել հայ նախարարական համակարգի ինքնուրույնությունը և հայոց եկեղեցին ենթարկել Կապադոկիա եպիսկոպոսի իշխանությանը։ Այս ժամանակ հայ ժողովուրդը բախվեց նաև ներքին մարտահրավերների։ Տգնապ մեծի հրամանով նոր հավատքին միացան 100 հազարավոր մարդիկ, սակայն նրանց զգալի մասը ամենայն հավանականությամբ առաջնորդվում էին ոչ թե անձնական համոզմունքով, այլ իշխանության հանդեպ հնազանդությամբ։ Սա նշանակում էր, որ անհրաժեշտ էին լայնածավալ քարոզչական աշխատանքներ նոր կրոնի տարածման և ամրապնդման համար։ Քարոզներն ու ուսուցումները կատարում էին բացառապես բանավոր թարգմանիչների միջոցով, որոնք հունարենից կամ ասորերենից ընթերցումներ ու Սուրբ գրքի բաժինները փոխանցում էին տեղական բարբառով, ուղեկցելով դրանք բացատրություններով։ Այդ ժամանակ Հայաստանը, որը ընդամենը 1 դար առաջ քրիստոնեություն էր ընդունել ազգային ինքնությունը պահպանելու համար, կանգնել էր նոր վտանգի առաջ։ Քաղաքական անկախության կորուստին զուգահեռ կարող էր ավելանալ նաև լեզվի ու մշակույթի կորուստը և վերջապես հարևանների կողմից լիակատար ձուլումը։ Եվ թագի, և եկեղեցու համար ելքը քրիստոնեության հայացումն էր։ Թեպետ նոր կրոնը արմատապես փոխել էր հեթանոսական համակարգը, մարդկանց կյանք բերելով մի շարք նոր բարոյական նորմեր և մոտեցումներ, ինչպես օրինակ Աշտիշատի եկեղեցական ժողովը։ Այնուամենայնիվ, հեթանոսական բարքերը դեռ մնում էին, ուստի Հայաստանի համար առաջնային էր եկեղեցական ու լեզվական ինքնավարությունը, և այդ նպատակի իրագործումը գլխավոր միջոցը հայկական գրերի և գրականության ստեղծումն էր։ Այդ ժամանակվա իշխանությունները հոգևոր և մշակութային արժեքների պահպանումը համարում էին ավելի կարևոր, քան անգամ քաղաքական անկախությունը։ Ահա այսպիսի ազգապահպան առաքելություն ստանձնեց Մեսրոպ Մաշտոցը, ով բազմակողմանի գիտելիքներով օժտված գիտնական և հոգևորական էր։ Իր գործունեության ընթացքում Մաշտոցը զգաց ազգային ձուլման լուրջ վտանգը։ 394 թվականին նա ձեռնադրվեց քահանա և մեկնեց Գողթն, քարոզչական գործունեության, որտեղ քրիստոնեության տարածումը մեծ դժվարությունների էր բախվում։ Պատմահայր Մովսես Խորենացին երանելի Մեսրոպի մասին գրում է. «Տեսնելով, որ հայոց թագավորության վերջը ասել է, Մեսրոպը խռովություններն իր համբերության նյութ դարձրեց։ Նա Տարոնի հացեկից էր, ծնվել ու սովորել էր մեծ Ներսեսի մոտ, և նրան վախճանվելուց հետո արքայական դռանը քարտուղար էր նշանակվել։ Նա սիրեց մենակցության վարքը, ինչպես ասել էր մեկը, թե ալեկոծված նավը շտապում է դեպի նավահանգիստը, իսկ զուշկալող մարդն անապատ է փնտրում։ Այսպես էլ նա, աշխարհային զգացմունքներից փախչելով, դեն գցելով մարմնական պատիվը գնում էր երկնավորի հետևից։ Գնում է Գողթն գավառը և ապրում մենակյացի կյանքով։ Այստեղ թաքնված հեթանոսական աղանդը, որ Տրդատի օրերից մինչև այդ ժամանակ ծածուկ էր մնում և Արշակունյաց թագավորության տկարանալու ժամանակը Երևան եկավ։ Նա վերացրեց գավառի իշխանի օգնությամբ, որ անունն էր Շապիտ։ Սրանից ոչ պակաս բաներ արեց և Սյունիքում նրա վաղենակ իշխանի օգնությամբ։ Երբ երանելի Մեսրոպն ուսուցանում էր, քիչ նեղություն չէր կրում, որովհետև ինքն էր թե կարդացողը և թե թարգմանողը։ Եվ եթե մի ուրիշն էր կարդում, երբ ինքն այնտեղ չէր լինում, ժողովրդին անհասկանալի էր մնում թարգմանիչ չլինելու պատճառով։ Ուստի նա մի դրեց մի հնար գտնել, հայոց լեզվի համար տառեր ստեղծել և աշխատանքի անձնատուր լինելով զանազան փորձերով չարչարվում էր։ Կաթողիկոս Սահակ Պարթև աջակցեց այս գաղափարին և նրանք դիմեցին թագավոր Վրամշապուհին, որը նույնպես ողջունեց նախաձեռնությունը։ Պարզվեց, որ նման մտածություն վաղուց կար արքունիքում և այժմ եկել է դրա իրականացման ժամանակը։
Մաշտոցը շրջեց իր ժամանակի նշանավոր ուսումնական կենտրոններում՝ Եդեսիայում, Ամիդիայում, որպեսզի ուսումնասիրի և համեմատի տարբեր այբուբենների ընդունական սկզբունքները։ Երկարատև և քրտաջան աշխատանքի արդյունքում և ինչպես կոյունն է վկայում աղոթքով ու զգոնությամբ արդյունքն աչքերին Աստծուն աղերսելով, նա ստեղծեց մի նոր ու բացառիկ այբուբեն 36 տառերով, որոնք ճշգրիտ արտացոլում էին հայոց լեզվի բոլոր հնչյունները։ Յուրաքանչյուր տառ ուներ ինքնատիպ ձև, որը չէր կրկնում որևէ գոյություն ունեցող այբուբենի գրերում։ Տառերին տվեցին հատուկ անուններ՝ այ, բեմ, գիմ, դ և դասավորվեցին մոտավորապես հունական այբուբենի հաջորդականությամբ։ Նոր այբուբենի արդյունավետությունն ու ճշգրտությունը ստուգելու նպատակով Մաշտոցը ձեռնամուխ եղավ Աստվածաշնչի թարգմանությանը։ Առաջին հայերեն նախադասությունը դարձավ գրքի բացման խոսքերը, ճանաչել իմաստությունն ու խրատ, հասկանալ հանճարի խոսքերը, որոնք կարծես խորհրդանշում էին հենց այբուբենի ստեղծման նպատակը։ Առաքելության հաջորդ ավարտից հետո 405 թվականին Մաշտոցն ու նրա համախոհները վերադարձան Հայաստան։ Նրանց դիմավորեցին թագավորը, կաթողիկոսը և ժողովրդի անկեղծ ուրախությունը։ Սակայն Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը միայն գրերի գյուտով և Աստվածաշնչի թարգմանությամբ չավարտվեց։ 35 տարի շարունակ Մաշտոցը շրջեց Հայաստանի բոլոր կողմերը, դպրոցներ հիմնեց, կրթեց և տարածեց հայ գրերը։ Մյուս կողմում հայ աշակերտները ուղարկվում էին Եդեսիա և Աթենք, իրենց գիտելիքները խորացնելու և հայ գրականությունը նոր ստեղծագործություններով ու թարգմանություններով հարստացնելու համար։ Կարճ ժամանակում հայ գրականությունը մեծ ծաղկում ապրեց և այդ ժամանակաշրջանը անվանվեց հայ գրականության ոսկե դար։ Մեսրոպ Մաշտոցը իր նորաստեղծ այբուբենի հիմքով ստեղծել է առաջին հայերեն ակրոստիկոսը՝ «Ձոն աղոթքը», որը ներկայացնում է աշխարհի արարչագործությունը և քրիստոնեության հաստատումը Հայաստանում։ Արտաքինապես այն նմանեցված է աստվածաշնչյան ոճին և դարերի ընթացքում դարձել է օրինակ շատ այլ այբբենական բանաստեղծությունների համար։ Ակրոստիկոսում յուրաքանչյուր տառ խորհրդանշում է աստվածային ստեղծագործության փուլ՝ Ա. Արարեց, Բ. Բանը, Գ. Գոյ, գոյության համար ստեղծվեց հող, ջուր, օդ, կրակ, Դ. Դրախտ, Ե. Երկինք, տիեզերք, Զ. Զորությամբ տիրոջ մարդ ստեղծվեց, օր 6-րդ, Է. Էություն, օր 7-րդ, մարդը կյանք ստացավ։ Այնուհետև հիմնվեցին Ը. Ընտանիքներ, Թ. Թագավորություն, Ժ. Ժողովուրդ, Ի. Իշխանություն, Լ. Լույսի, Խ. Խավարում, Ծ. Ծագմամբ, Կ. Կամոք, Հ. Հոր, Ձ. Ձեռքով, Ղ. Ղեկավարվեց, Ճ. Ճառագումը, Մ. Մարգարեություն, ය. Հավիտենականություն։ Ն. Շ. Ղ. Չ. Նշանի շողը ողողեց 4 կողմը։ Խոսքը քրիստոնեության խորհրդանիշի, խաչի մասին է։ Բ. Ջ. Ռ. Ս. Պարզեց Շահը Ռաբունի ցրբությամբ 301 թվականին քրիստոնեության մուտքը Հայաստան։ Խոսքը Գրիգոր Լուսավորչի մասին է։ Վ. Տ. Ժ. Պարեց տիրոջ Ռաբունին։ Խոսքը Մեսրոպ Մաշտոցի մասին է։ Գրերի ստեղծմամբ նա նպաստեց քրիստոնեության տարածմանն ու հաղթանակին։ Ց. ու Փ. Ք. Ցնծանք ուրախանանք, փառք Քրիստոսին։ Հայաստանում հաղթանակեց քրիստոնեությունը։